Եթե ռմբակոծությունները շարունակվեն եւս մի քանի շաբաթ, Իրանն այլևս ոչինչ չի ունենա, սակայն այդ դեպքում Հորմուզի նեղուցը կփակվի ամիսներով, զոհեր էլ կլինեն, ես դա չեմ ուզում, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը հավելել է, որ դրա փոխարեն Իրանի հետ կունենան ստորագրված փաստաթուղթ, որն իրականում ավելի արդյունավետ կլինի, քան ռմբակոծությունները։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի ճանապարհին որևէ լուրջ խոչընդոտ չի տեսնում եւ կարծում է, որ կողմերը շատ մոտ են ուժեղ եւ համապարփակ գործարքի կնքմանը։ Թրամփը նաև հավելել է, որ Իսրայելն ու Իրանն առնվազն մեկ շաբաթով դադարեցնում են օրերս վերսկսված փոխադարձ հարվածները։ Իսրայելի վարչապետը նախազգուշացրել է, որ ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնեն, եթե Իրանն ու լիբանանյան Հեզբոլլա շարժումը հարված են հրեական պետությանը։ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ այժմ Իսրայելն ու Իրանը դադարեցրել են փոխադարձ հրթիռակոծությունը, թեև տեղեկություններ կան, որ Ցահալը շարունակում է Լիբանանի թիրախավորումը։ Նաև կոչ է անում որոշ քաղաքների եւ գյուղերի բնակիչներին տարհանվել։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Թեհրանի հետ բանակցությունները եւ կձգտի կարգավորման չնայած Իսրայելի դիրքորոշմանը։ Ջեյդի Վենսի խոսքով Իրանի հետ համաձայնությունը կբխի ԱՄՆ-ի շահերից։ Նրա խոսքով Թեհրանը եւս հետաքրքրված չէ, որ պատերազմը շարունակվի։ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Վոլոդիմիր Զելենսկին շատ դրական է որակել զրույցը։ Նա շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան ներկայացուցիչներին հնարավորինս ակտիվ գործակցելու պատրաստակամության համար, խթանելու դիվանագիտությունը եւ դադարեցնելու ռուս-ուկրաինական պատերազմը։ Զելենսկու խոսքով հասկանում են, որ Իրանը հայտնվել է ուշադրության կենտրոնում, սակայն Եվրոպայում խաղաղության ընդհանուր նպատակը դեռ օրակարգում է։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հույս էր հայտնել, որ Ուիտկոֆը եւ Քուշներն առաջիկայում այցելեն Կիև։ Կրեմլից նշել են, որ դեռ տեղյակ չեն Զելենսկու եւ Սպիտակ տան բանագնացների զրույցի մանրամասներին։ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Մոսկվա նրանց այցի հստակ ամսաթիվը դեռ պարզ չէ։ Նրա խոսքով այս պահին ուկրաինական հարցում Վաշինգտոնի միջնորդական գործընթացները դադարեցված են, սակայն ամերիկյան կողմը կապի մեջ է Մոսկվայի եւ Կիևի հետ։ Զուգահեռ Ռուսաստանը եւ Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին։ Խարկովի մարզին ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել, կա ավելի քան 20 վիրավոր, տուժել են քաղաքացիական օբյեկտներ։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 140 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Թիրախում են եղել Բելգորոդի, Կալուգայի, Օրիոլի, Մոսկվայի եւ այլ մարզեր։ Դաշնության էներգետիկայի նախարարությունն էլ հայտարարել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանի հարավում վառելիքի պակաս կա։ Ազովի ծովում առևտրային 2 նավերին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով զոհված ադրբեջանցիների թիվը հասել է 6-ի, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նավերը, որոնք ըստ գերատեսչության չեն նավարկել Ադրբեջանի դրոշի ներքո, հունիսի 5-ին Թուրքիայից ուղևորվել են Դոնի Ռոստով։ Միջադեպից հետո Մոսկվան հայտարարեց, որ հարվածը հասցվել է ուկրաինական ԱԹՍ-ով։ Ուկրաինական կողմն իր հերթին հայտարարեց, որ այդ օրը օկուպացված Մարիուպոլի եւ Բերդյանսկի մոտակայքում թիրախավորել են 5 նավ, որոնք անօրինական մատակարարումներ են իրականացրել։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինն ավարտել է վերջին 7 տարում իր առաջին այցը Հյուսիսային Կորեա։ Սի Ցզինփինը եւ Կիմ Չեն Ընը ցանկություն են հայտնել խորացնելու երկկողմ հարաբերությունները։ Չինական մամուլի տվյալով Սին ընդգծել է Պեկինի պատրաստակամությունը ընդլայնելու գործակցությունը առևտրի, գյուղատնտեսության, շինարարության, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։ Չինաստանի ղեկավարը շեշտել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն ռազմավարական համակարգումը եւ վճռականորեն պաշտպանեն իրենց ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Կիմ Չեն Ընն էլ հավատացրել է, երկկողմ բարեկամությունը առաջնային կարևորության ռազմավարական հարց է։ Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Պեկինը եւ Փենյանը կարող են ներկայացնել այս հանդիպումը որպես հաջողություն, քանի որ Սին վերահաստատել է Հյուսիսային Կորեայում իր ազդեցությունը, իսկ Կիմը տնտեսական եւ քաղաքական օգուտներ է քաղել։ Նաեւ նշվում է, որ Չինաստանին մտահոգում են Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի խորացող հարաբերությունները եւ Մոսկվայի ազդեցության աճը։ Դիանա Գասպարյան, լուրեր։